Այսօր ուզում եմ խոսել իմ մտորումների մասին 84 Սաղմոսի վերաբերյալ։ 84 Սաղմոսը դարձել է իմ սիրելի սաղմոսներից մեկը եւ զարմանալիորեն այս սաղմոսը մեր կյանքի պատմությունն է։ Եվ հոգևոր կյանքի ճամփորդությունը։ Եվ առաջարկում եմ, որ այսօր միասին ճամփորդենք այդ ճամփորդությունով։ Սաղմոսը սկսում է այսպես. Որքան սիրելի են քո բնակարանները, ով զորած Տեր։ Որ ասում է, որքան սիրելի է, ուզում է ասի, էլ բառերս չի հերիքում, որ նկարագրեմ, թե ինչքան սիրելի է քո բնակարանները, թե ինչքան շատ եմ սիրում քո բնակարանները։ Բայց միասին նայենք ինչը կարող է այսօր համարվել Տիրոջ բնակարանը։ Մի քանի բան գոնե, որ Աստվածաշնչից գիտենք, որ Տերը բնակվում է իր ժողովրդի գովաբանության եւ փառաբանության մեջ։ Սիրում ենք Տիրոջը երկրպագել, գովաբանել, դա իր բնակության վայրն է։ Երբ որ դու երկրպագում ես, նա բնակվում է քո երկրպագության մեջ։ Տերը բնակվում է մեկտեղ հավաքվողների մեջ։ Տերը մեր մեջ է։ Սիրում ես մեկտեղ հավաքվելը, եկեղեցում, տնային խմբակում, երիտասարդական ծառայությունում, աղոթքա ժողովում, Աստված բնակվում է մեկտեղ հավաքվողների մեջ, որտեղ տենց է, չէ՞ Տերը խոստացը, որտեղ 2-3 հոգի հավաքվեն, ես նրանց մեջ կլինեմ։ Հայրը բնակվում է ծածուկում։ Այդպես է ասում խոսքը, թե ոչ։ Հայրը ծածուկումն է։ Երբ որ մենք գնում ենք ծածուկ սենյակը աղոթք անելու, հայրը այնտեղ է։ Ինքը ապրում է մեր աղոթքների մեջ։ Սիրում ես աղոթել։ Սիրում ես նրա ներկայությունը։ Եվ վերջապես Աստված ապրում է մեր մեջ։ Մենք ենք նրա բնակարանները Սուրբ Հոգով։ Թույլ տվեք ալեգորիկ, փոխաբերական մի բան էլ ասեմ նաև։ Մի հատ նայի կողքինիդ խնդրում եմ։ Ինքը Աստծո բնակարանն է։ Սիրում ես։ Եղբայրս նոր այդ մասին էր խոսում։ Որքան սիրելի են քո բնակարանները, ով զորած Տեր։ Արդյոք մենք էլ կարող ենք այսպես ասել, որքան սիրելի են քո բնակարանները, Տեր, եւ իրոք սիրենք Տիրոջ բնակությունը։ Եվ շարունակելով ասում է, իմ անձը ցանկանում է եւ փափագում է Տիրոջ սրահներին։ Եվ ցանկանում է եւ փափագում է։ Որովհետեւ երբեմն մենք ցանկանում ենք, բայց ցանկությունից այն կողմ չենք անցնում։ Այդ ցանկությունը փափագի չի վերածվում։ Դրա համար էլ մեր աղոթքաժողովները ավելի քիչ են։ Դրա համար տունը աղոթողները քիչ են։ Դրա համար երկրպագության երեկոյի գալացողները քիչ են, որովհետև ցանկությունը միգուցե կա, բայց փափագը դեռ ոչ։ Գիտեք, երբ մարդու մեջ միայն ցանկություն է, եւ նա այդպես էլ թույլ չի տալիս, որ այդ ցանկությունը փափագի վերածվի, այդ ցանկությունը մի օր կվերջանա։ Շատերին գիտեինք եւ ցավով եմ ասում, որ ցանկությունը կար, տեսնում էիր, որ ուզում էր լիներ եկեղեցում։ Բայց քանի որ այդ ցանկությունը չվերածվեց փափագի, այդ ցանկությունը մի օր մարեց, վերջացավ։ Հաճախ մենք շատ բաներ ցանկանում ենք, բայց փափագն է մեզ մղում գործողության։ Ինչքան բաներ կա, որ մենք փափագում ենք, մենք դա անպայման անելու ենք։ Ինչ գնով էլ լինի, դրան հասնելու ենք։ Դες երբ որ դու փափագում ես աղոթք անելուն, ինչ ուզում ալի քնիցդ էլ կկտրես, ամեն ինչ կանես, կեթաս աղոթք կանես։ Երբ որ դու փափագում ես աղոթքաժողով գալու, երբ որ դու փափագում ես Տիրոջը երկրպագել,
դու անպայման կերկրպագես։ Թույլ տվեք հարցնել, բացի եկեղեցուց, վերջին անգամ տանը երբ ես երկրպագել Տիրոջը։ Ող ասես ինչ տարօրինակ հարց ես տալի Արսեն եղբայր։ Մենք հոգևոր ժողովուրդ ենք։ Բայց եկեք մտածենք սրա շուրջ։ Մենք հաճախ եկեղեցում ենք մենակ երկրպագում, բայց ուշադրություն դարձնենք, որ մեր աղոթքների մեջ էլ երկրպագենք, որովհետև Աստված բնակվում է իր ժողովրդի գովաբանության մեջ։ Այնուհետև ասում է իմ սիրտը եւ իմ մարմինը ցնծում են կենթանի Աստծով։ Նորից եմ ուզում ասել եւ սիրտը եւ մարմինը։ Եթե ներսդ ցնծում է կենթանի Աստծով, մարմնավորապես կերևա։ Ամեն։ Եթե սիրտդ ուրախ է, դեմքդ տխուր չի կարող լինել։ Եթե սիրտը ցնծում է քո Տեր Աստծով, ձեռները վերևել կբարձրանա Տիրոջը օրհնելուն, ձեռները ծափել կտա Տիրոջը, ոտքերդ կպարիել նրա առաջ։ Ամեն։ Ամեն։ Եվ հետաքրքիր մի տեղ է տանում, ասում է ծիծնել տուն գտավ, եւ ծիծեռնակը բույն իրան համար, որ իր ձագերը դնի նրանում։ Եվ ո՞րն էր այդ բույնը։ Այսինքն քո զոհասեղանները, ով զորացներ իմ թագավոր եւ իմ Աստված։ Եվ ասում է երանի քո տան բնակվողներին, նրանք հավիտյան կօրհնեն քեզ։ Թրջունների օրինակը կարծես նպատակ ունի մարդուն շահագրգռելու, որ մարդը վերադառնա իր արարչի մոտ։ Այստեղ կարծես թե ակնարկում է այն մասին, որ անգամ թրջունները հասկացել են որտեղ պետքա լինեն, բայց մարդը ոչ։ Ասում է ծիծեռնակն էլ տուն գտավ, իրա ձագերը դնի, այսինքն քո զոհասեղանները։ Մտածել եք այս խոսքի շուրջ։ Կյանքը ամբողջովին դրված զոհասեղանին։ Այս հատվածը սա է մեզ սովորեցնում։ Հաճախ մենք պարտվում ենք, որովհետև կամենում ենք մեր ձևով ապրել մեր հոգևոր ընթացքը։ Բայց մեզ նրան հանձնվել է պետք։ Իսկ երբ բարձրանում է զոհասեղան, այստեղ արդեն Տերն է որոշում կայացնում, ոչ թե դու։ Եթե Աստծո կրակն ենք ուզում, ուրեմն զոհասեղանին պետքա բարձրանանք։ Պատկերացնում ես ծիծեռնակի համար ամենաապահով տեղը Տիրոջ զոհասեղանի վրա լինելն էր։ Եվ սրանով բան է ուզում սովորեցնի մեզ Աստված այս խոսքով։ Որտեղ ես բնակվում։ Որտեղ ես քո ապահովությունը փնտրում։ Մեր ապահովությունը նրան հանձնված լինելու մեջ է, նրան ընծայված կյանք ապրելու մեջ է։ Շարունակության մեջ ասում է երանելի է կամ օրհնված է Աստծո տան մեջ բնակվողները։ Դու որ Աստծո տանն ես բնակվում, քեզ օրհնված համարում ես, քեզ երանելի համարում ես, թե սովորական բան է։ Չէ մենք օրհնված ժողովուրդ ենք, որտեղ մենք Աստծո տանն ենք բնակվում։ Երանի քեզ, որ դու Աստծո տանն ես։ Ինչու, որովհետև մարդը ով Աստծո ստեղծագործությունն է, պետք է լինի Աստծո ընտանիքում, որտեղ էլ Աստված պատրաստել է իսկական օրհնությունը եւ կյանքը։ Հիշում ենք, չէ՞։ Երբ որ եղբայրները մեկտեղ են բնակվում, Աստված հենց այդտեղ է պատրաստել օրհնությունը եւ կյանքը միջև հավիտյան։ Եվ նրա բոլոր խոստումները Աստծո ժողովրդի համար է, իր տան համար է։ Եթե դու նրա տանն ես բնակվում, եթե նրա սրահներն է քո համար սիրելի եւ ցանկալի, Աստծո բոլոր խոստումները քեզ համար է։ Ասում է երանի այն մարդկանց, որ նրանց զորությունը քեզանից է, որ նրանց սրտերում դեպի քեզ ուղված, պատրաստված ճանապարհներ կան։ Ես մի քանի թարգմանությունից մեջբերումներ անելով եմ միանգամից կարդում։ Կամ օրհնված է այն մարդը, ում զորությունը քեզանից է։
Իսկ մեր զորությունը որտեղից է։ Օրհնված են, երջանիկ են այն մարդիկ, ովքեր Աստծով են զորանում, որոնց զորության աղբյուրը ինքը Տերն է։ Ես հավատում եմ այն մարդիկ, ովքեր մի օր որոշում են կայացրել, որ իրանք այսուհետև Աստծով պիտի զորանան։ Իսկ Աստծով զորանալ անհնարին է, եթե մենք նրա ներկայության մեջ չենք գալիս։ Եթե մենք չենք խմում, մենք ծարավ կմնանք։ Եթե մենք չենք ուտում այն հացից, որ ինքն է տալիս, մենք սոված կմնանք։ Մենք հոգևորապես չենք զորանա այդպես էլ։ Եվ գրված է, որ նրանց սրտի մեջ ճանապարհներ կան, որոնք դեպի Տերն են տանում։ Պատրաստված ճանապարհներ։ Սրտումդ ինչ ճանապարհներ կան։ Եվ ուր են տանում։ Կամ ում մոտ են տանում։ Հավատացեք, սա կարևոր մի տեղ է, որի վրա պետք է ուշադրություն դարձնենք բոլորս, սիրելի Աստծո ժողովուրդ։ Ինչ ճանապարհներ կան սրտումդ։ Քո ճանապարհները դեպի որտեղ են ուղղված։ Եվ սա կարևոր հարցադրում է, որ մենք մեզ պետք է տանք եւ քննենք։ Եվ Դավիթի նման ասենք Տեր, եթե քննիր ինձ, եւ եթե ես ծռվել եմ քո ճանապարհներից, մի քիչ իմ խոսքերով ասեմ, ինձ քո հավիտենական ճանապարհների մեջ վերադարձրու։ Սաղմոսերգուն սրանից հետո հետարքիր կուլմինացիայի է հասցնում, գրելով, թե այն մարդը, ում համար շատ սիրելի են Աստծո բնակարանները, սկզբից եմ գալիս, ով ցանկանում եւ փափագում է Տիրոջ սրահներին, ում սիրտը ու մարմինը ցնծում է կենթանի Աստծով, ով իրանձը դրել է զոհասեղանին, ով երանելի է համարվում եւ հավիտյան պիտի օրհնի Աստծուն, ում զորությունը Տիրոջից է, ում սրտի մեջ դեպի Տերը պատրաստված ճանապարհներ կան, բայց նա արտասուքի ձորով պիտի անցնի։ Որովհետև շարունակելով ասում է, արտասուքի ձորով անցնելով նրան աղբյուրի պես են շինում եւ առաջին անձրևը ծածկում է օրհնությունով։ Ռուսերենում հետարքիր է ասում է они открывают в ней источники, այսինքն արտասուքի ձորի մեջ եղած ժամանակ ոչ թե աղբյուր են շինում միայն, աղբյուրներ են բացում։ Ուզում ես ասես, բայց ամեն բան շատ լավ էր ընթանում։ Լավ բաների մասին էինք, չէ՞ խոսում։ Ինչու արտասուքի ձորով։ Հավատացեք, Աստված մեզ կերտելու ձևերը շատ լավ գիտի Աստծո ժողովուրդ։ Որովհետև միայն այդ ձորով անցնելիս կարող ես շատերի համար աղբյուր դառնալ։ Արտասուքի ձորով բոլորս էլ պիտի անցնենք եւ միգուցե հիմա էլ անցնում ենք։ Ով է հասկանում ինչ եմ ասում։ Բայց ընտրությունը մերն է արտասուքի ձորում աղբյուր շինել, աղբյուր դառնալ եւ բխել հավիտենական կյանքի համար, թե խեղդվել արտասուքի ձորի մեջ։ Երբ մենք ենք անցնում արտասուքի ձորով, ինչ ենք շինում, կամ ընդհանրապես շինում ենք, թե քանդում ենք։ Մի փոքր, որ պարզաբանված լինի, արտասուքի ձոր ասվածը ինքը արդեն իսկ հուշում է այն մասին, որ դու մի ընթացքով ես անցնում, որ դա քեզ տխրություն է պատճառում։ Դա այնպիսի ցավ է, որ անգամ լացում ես։ Դա այնպիսի նեղություն ու դժվարություն է, որ լացում ես։ Մի ուրիշ տեղ Սաղմոսերգում Դավիթը ասում է մահվան շուքի ձորով էի անցնում, բայց ասում է չեմ վախենա չար բանից, որտեվ դու ինձ հետ ես։ Տեր Հիսուսն էլ անցավ արտասուքի ձորով եւ հավիտենական աղբյուր շինեց մեզ համար։ Հիմա հերթը մերն է նրա հետքերով գնալու եւ շատ չորացած եւ կորսված կյանքերի համար աղբյուր դառնալու։ Փաստը մնում է փաստ,
որ միջև հավատացյալը չի անցնում արտասոքի ձորով, նա այդպես էլ հաղթող չի դառնում եւ որոշում չի ունենում Տիրոջը ծառայելու։ Հիմա տեսեք Եբրայեցիս 2:18-ը ինչ է ասում։ Հիսուսի մասին ասում է, որովհետև ինքը, որ չարչարվեցավ եւ փորձվեցավ, կարող է օգնություն տալ փորձվողներին։ Գիտես, երբ որ դու մի ճանապարհով չես անցել, դժվար է խորհուրդ տալ նրան, ով այդ ճանապարհով անցնում։ Դժվար է հասկանալ նրան, ով փորձության միջով է անցնում։ Բայց երբ որ դու անցել ես, Տիրոջ ձեռքն էլ տեսել ես կյանքիդ մեջ, թե Տերը ոնց է հաղթություն տվել քեզ, դու բան ունես ասելու, դու վկայության խոսք ունես։ Եվ ես հավատում եմ, որ շատերը կվկայեն, որ իրենց վկայության խոսքը շատ-շատերի համար մխիթարության, քաջալերանքի պատճառ է եղել։ Բա որ անցած չլինեիր, ինչ պիտի վկայեիր։ Բա որ հաղթելու բան չլիներ, ոնց պիտի հաղթող դառնայիր։ Հաճախ ասված է, չէ՞ սա։ Երբ դու կարողանում ես այդ ձորի մեջ աղբյուր շինել, օրհնության առաջին անձրևը հենց քեզ վրա է գալու։ Ինչու, որովհետև երբ դու արտասուքի ձորի մեջ անգամ աղբյուր ես դառնում, այսինքն ծառայում ես ուրիշներին, Աստված քեզ առանց ջուր, առանց օրհնության անձրևի չի թողելու։ Որովհետև Աստված տվողին է տալիս, նա պտուղ բերողի ճյուղը մաքրում է, որ ավելի շատ պտուղ բերի։ Եվ սա դեռ վերջը չի, շարունակություն կա։ Եվ գրված է, ասում է, նրանք զորությունից զորություն են գնում եւ Աստծուն երևում Սիոնի մեջ։ Ովքեր։ Նրանք, ովքեր արտասոքի ձորով էին անցնում, նրանք, ովքեր արտասոքի ձորի մեջ աղբյուր շինեցին, այս մարդկանց վրա եւ օրհնության անձրևը կգա։ Եվ ասում է, նրանք զորությունից զորություն են գնում եւ Աստծուն երևում Սիոնի մեջ։ Զորությունից զորություն սա նշանակում է, որ դու այսօրվա զորության չափաբաժնի մեջ չես մնալու, այլ գնալով ավելի կզորանաս եւ Աստծո հետ մի նոր մակարդակի վրա հանդիպում կունենաս, որովհետեւ Սիոն լեռը Աստծո հետ շատ մտերիմ հանդիպման խորհուրդ ունի։ Եվ հետո հետաքրքիրն այն է, որ երբ մարդը արտասուքի ձորի մեջ հավատարիմ է լինում, Աստված նրան լեռը բարձրացնել գիտի։ Ամեն։ Աստված մեզ կանչում է հրաշալի ճամփորդության, սիրելի Աստծո ժողովուրդ։ Այսքանը ասում ու վերջացնում է Սաղմոս 2-ն, հետո մի պահ կանգ է առնում եւ սկսում է աղոթք անել։ Ով Տեր, զորած Աստված, լսիր իմ աղոթքը։ Ականջ դիր, ով Հակոբի Աստված, ով մեր վահանա, Աստված, տես եւ քո օծյալի երեսին նայիր։ Զարմանալի է, որ հեղինակ աղոթք անելուց հետո միայն գալիս է այն եզրահանգման եւ ասում է շարունակության մեջ։ Որովհետեւ լավ է մեկ օր քո սրահներում, քան հազարավոր օրեր ուրիշ տեղ։ Ինչքան է եղել, չէ՞, մեզ հետ, երբ աղոթքի ժամանակ հանդիպել ենք Տիրոջը եւ ավելի ենք հասկացել այս կյանքի ունայնությունը։ Ավելիով ենք հասկացել Տիրոջ տան մեջ լինելու արժեքը, նրա ներկայության մեջ լինելու արժեքը։ Ես հաճախակի զգացումն ունեցել եմ, երբ որ երկրպագության ու աղոթքի մեջ եմ եղել, հանդիպել եմ Տիրոջը, հասկացել եմ այն բաները, որ ես կարևորում եմ, սրանք մի կոպեկի արժեք չունեն։ Եվ տեղին է ասել, ունայնություն, ունայնության։ Ամեն բան ունայն է, արեգակի տակ։ Մեր նպատակը նրա հետ ապրելը պետք է լինի, նրա մեջ ապրելը պետք է լինի, նրան սիրելը, նրա հետ շարժվելը պետք է լինի։ Եվ ասում է, ավելի ուզում եմ կամ նախընտրում եմ իմ Աստծո դռան շեմի վրա մնալ, կամ դուռը պահպանել իմ Աստծո տան, քան թե բնակվել ամբարշտության տներում։ Մի հատ օրինակ բերեմ, այստեղ։ Այն որ հարության տոնի ժամանակ եկել ես ֆոյեում ես նստել, այդ ավելի երանելի է, քան թե որ չգայիր։
Այն որ դրան շեմին ես նստել, պաշտամունքի մասնակցել ես։ Այդ ավելի մեծը, ավելի առավելը, քան թե ուրիշ տեղ լինեիր։ Բայց այս հայտնությունը մենակ նրա ներկայության մեջ մարդը կարա առնի։ Ավելի ուզում եմ, ավելի նախընտրում եմ, ամեն բանից առավել նախընտրում եմ քո տանը լինել։ Ինչ ենք մենք այսօր նախընտրում, Աստծո ժողովուրդ։ Աստծո տունը, նրա ներկայությունը, նրա խոսքը, նրա ծառայությունը, թե այս աշխարհի ժամանակավոր հաճույքները։ Ինչ ենք մենք նախընտրում։ Ինչ ես դու շատ ուզում։ Ինչին է քո սիրտը ավելի շատ փափագում։ Ինչ որ ունեցվածք դիզելու, ինչ որ երկրավոր նպատակի հասնելուն, թե Տիրոջ կամքը ճանաչելու, նրա հետ առաջ գնալու, նրա գործը գործելու։ Միշտ հիշիր, դու երբեք բավարարված չես լինելու, մինչև չանես այն, ինչ որ Աստված է քեզ ասել։ Մինչև չճանաչես այն կոչումն ու նպատակը, որ Աստված ունի քեզ համար եւ չանես այդ։ Երբեք բավարարված չես լինելու, միշտ դատարկության զգացումն է քեզ առաջնորդելու։ Մի բան ձեռք ես բերելու, փոքրիկ ուրախանալու ես, հետո հասկանալու ես, որ ինչ առավելություն։ Ասում է, որովհետև Տեր Աստվածը արև եւ վահան է։ Տերը շնորհք եւ փառք է տալիս, նա ոչ մի բարիք չի խնայում անարատությունով կամ ուղղությունով գնացողներից։ Իդես արտասուքի զորով անցնող մարդը կվկայի միայն կասի, Տերը արև է ինձ համար։ Ինչի համար։ Որտեվ իմ խավար օրերի մեջ դա ինձ համար լույս եղավ։ Ինչի համար է ասում վահան է ինձ համար, որովհետև իմ վախերի մեջ, իմ պայքարների մեջ նա ինձ պաշտպան եղավ։ Եվ ասում է, Տերը շնորհք եւ փառք է տալիս։ Աստված շնորհք եւ փառք է տալիս։ Եվ ասում է, ոչ մի բարիք չի խնայում անարդությունով գնացողներից։ Դրա համար էր Տերն ասում, առաջինը խնդրեք Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը, մնացած ամեն բան պիտի տրվի ձեզ։ Սրա մասին է խոսքը, ժողովուրդ։ Եվ վերջին խոսքը ասում է, ով զորացներ երանի այն մարդուն, որ քեզ է հուսացած։ Կամ ռուսերենում ասում է, օրհնված է այն մարդը, որ քեզ է հուսացած։ Եթե դու քո հույսը Տիրոջ վրա ես դրել, ձեռքը դիր քո վրա խնդրում եմ։ Ուզում եմ այսօր հայտարարեմ, ասեմ, դու արդեն օրհնված ես։ Եթե հիմա դու անգամ չես տեսնում, բայց քո օրհնությունը չի ուշանալու։ Եթե դու Տիրոջն ես հուսացել, դու արդեն օրհնված մարդ ես։ Որովհետև նա մեր հույսը ամոթով չի թողնում։ Օրհնյալ լինի նրա անունը։ Ամփոփելով ուզում եմ ասել, այս ճանապարհը մեր բոլորի ճանապարհն է։ Բայց այս ճանապարհը դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհ է։ Եվ հիշիր, այս ճանապարհի մեջ դու մենակ չես։ Դու մենակ չես։ Աստված քեզ հետ է։ Եվ նա խոստացել է, ես քեզ չեմ թողնելու։ Երեսից չեմ ձգելու։ Հավատում ենք նրա խոստումներին։ Ու հաստատ իմացիր, նա քեզ համար ամենալավագույնն ունի պատրաստած։ Այդ որ մենք մեր համար լավ ծրագրեր ենք մտածում, որ ես էլ իրականացնենք, այն էլ իրականացնենք։ Բայց Տերն ուզում է, որ դու դա անես։ Բայց մի բան իմացիր, ես հաճախ սա ասում եմ, այս կյանքի հեղինակից ավելի լավ ոչ մեկ գլուխ չի անում։ Ինքը ավելի լավ կարող է քո կյանքը դասավորել, քան յուրաքանչյուրս։ Ոչ մեկս իրանից լավ չեն կարա մեր կյանքը, թե մեր ներկան, թե մեր ապագան դասավորենք։ Միայն թե փափագիր նրա ներկայության մեջ լինել, նրա տան մեջ լինել, հանձնվել նրա կամքին, եւ նա քեզ տեղ կհասցնի։ Ամեն։